Բարև ձեզ հայրենակիցներ ջան, ժողովուրդ ջան, մի հատ ուրվական, պարտության, ամոթի, խայտառակության ուրվականա շրջում Հայաստանով գալիս է բնակավայրեր, քաղաքներ, գյուղեր ու ասում է, հիստերիկ ձևով ասում, ես չեմ կարա ասեմ, որ ես ձեզ սիրում եմ։ Ժողովուրդ ջան, մի հատ ինձ կբացատրեք ինքը ձեզ ոնց է սիրում։ Ստեղից ասում են կարևորը մենք իրան չենք սիրում, բայց մի հատ եկեք հասկանանք ինքը ձեզ ոնց է սիրում։ Ձեր տուգանք շատ, երեխեն ասում է շատ վատ է մեզ սիրում։ Ձեր տուգանքները բարձրացնելով տասնյակ անգամ, եռաբլուրում ծնողներին քարշ տալով, Արցախահայերին փախածներ անվանելով։ Նիկոլ, քո սերը մեր ազգին սպանում է, դու հո մանյակ չես։ Հիմա էլ հայտարարում է, ասում է, Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է։ Ժողովուրդ, մենք ունենք իշխանություն, որ երբ հայտարարում է, որ ինչ-որ տարածք մերն է, ժողովրդի մոտ պանիկա է սկսվում, ասում է հանձնել է ուրեմն, մի բան ստորագրել է, շատ վատ հիշողություններ է, չես արթնացնում, լավ ոնց կարելի է սենց իշխանություն ունենալ, որ երբ մի բան հայտարարում է, մարդկանց մոտ պանիկա է սկսվում։ Նենց էլ հերքում են ընդդիմադիրների հայտարարությունները, լուրերը, ասում են, ընդդիմությունն է խոսում 300,000 կամ մի քանի 100,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին։ Չէ քո գործընկեր կիրթ ու կառուցողական Ալիևն է խոսում դրա մասին, քո լեզվով ասած։ Իսկ կա մի բան, որ 8 տարում ինքը ասել է ու դու չես արել։ Կա մի բան կա, որ ինքը քեզնից պահանջել է ու դու չես արել։ Ուրեմն եկել ես մեզ համոզում ես, որ ես մի պահանջը չես անելու։ Չենք հավատում քեզ, չենք հավատում, ոնց որ ամեն ինչ արել ես, եթե վերարտադրվես, էսել ես անելու, որովհետև դա է քո իշխանության մնալու գինը։ Նենց որ, երբ որ դուք մի բան հերքում եք, դրանով հաստատում եք այդ պնդումը։ Այս մի քանի օրը շատ է քննարկվում զոհերի ցուցակը։ Մեր նախընտրական ծրագրում խայտառակություն է իրականում, որ 2026 թվականին մենք խոստանում ենք, որ պիտի հրապարակենք 44-օրյա պատերազմի նահատակների ցուցակը։ Ժողովուրդ ջան, բայց խոստանում ենք, որովհետև դա չեն արել։ Գիտեն ընդդիմադիրները ում են զանգում, գիտեն սրբազանները ում են SMS գրում, բայց կասկածի տակ են դնում ցեղասպանությունը, բայց իրանց ուղարկած պատերազմի նահատակների ցանկը չեն հրապարակել։ Ու հիմա ասում են, չէ, հրապարակել ենք, գնացեք զինապարտ կայքից նայեք, ես հատկապես հրավիրում եմ բոլոր լրագրողների ուշադրությունը։ Զինապարտ կայքում դուք հրապարակել եք 3250 անուն, ձեր դատախազությունը հնչեցրել է 3833 անուն, ձեր տված երկու թվերի մեջ 582 անունի տարբերություն կա, ձեր համար մեր նահատակները այս արժեք ունեն, դուք իրանց անունը անգամ չգիտեք, դուք իրանց մասին պլյուս մինուսով եք խոսում, այս է ձեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, նահատակների նկատմամբ, նենց որ ձեզնից էլ հույս չկա, բայց մենք մեր հերոսներին հարգում ենք, ու այո, մենք հրապարակելու ենք այդ թիվը, որովհետև դուք դա չեք արել 6 տարում, եկել հիմա ինչ եք համոզում, պատերազմի նահատակների անուն չեք կարում հրապարակել, երկիր պիտի շենացնեք, և սիրելի հայրենակիցներ, արդեն ասեցինք, պլյուս մինուսով են խոսում նահատակների մասին, հարցականի տակ են դնում մեր պատմությունը, պայքար են մղում մեր ինքնության դեմ, ու մի ուրիշ բան է, գնում են, հայտարարում են, որ Արցախը հայրենիք է ու վերջ, որոշ ժամանակ անցնում, գալիս են ասում են սխալվել ենք, ժողովուրդ ջան, դուք չեք կարող ունենալ հայրենիքի հարցում սխալվող իշխանություն, հայրենիքի հարցում չեն սխալվում, դրա համար ընտրեք հայրենիքի հարցում չսխալվողներին, ընտրեք հայրենիքը պաշտպանողներին, հունիսի 7-ին համար միասին, շնորհակալություն։
Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։